այն հասկանալով է, որ հիմնավորված է նաև անընդհատ կրկիչ ներսիսյան եք ասում, նրանք դիմությունը հարվածում է սեղաներին, հետո երբ նրանք ատորակոս են ասում, դուք հարվածում ինչ նպատակ ունի այս ամեն ինչը և ընդհանրապես չի կարծում, որ նիստերը վերածվել են այսպես հակամարտության, բովանդական գնահատները մնացան նիստերով և նաև սադրող գործողությունները անում են ԿՊ-ի կողմից, մասնավորապես անկրկնապետոսին իր անմասնավորության Շնորհակալ եմ շատ, իրականում եկեք վերջից սկսենք, ես կարծում եմ, եթե գործողություններ, այսպես որպես սադրող գործողություններ ենք դիտարկում, ես երեկ էլ իմ ելույթում նշեցի, ավելի շատ դա գալիս է հենց ուժեղ Հայաստան խմբակցության կողմից, որովհետև անընդհատ այդ թեման տակ պահելով հստակ գիտեն մեր դիրքորոշումը եւ մենք մեր դիրքորոշումը միշտ ենք հայտնել, երբ կաթողիկոսի աթոռը զբաղեցնող անձը եթե ունի կանոնական խախտում, նա չի կարող զբաղեցնել կաթողիկոսի աթոռը եւ եթե արդեն մարդը ունի խախտումներ եւ դրա մասին հերքումներ չկա, բնականաբար, երբ որ չի կարող զբաղեցնել կաթողիկոսի աթոռը, շատ հանգիստ մենք կարող ենք նրան դիմել իր անունազգանունով, այն է Կտրիչ Ներսիսյանով։ Եվ դրանից փորձել ինչ-որ շոուներ կազմակերպել, կարծում եմ հենց առաջինը իրենք են սկսել եւ այո, մենք երբեք չենք խուսափել եւ չենք խուսափել, մինչեւ այդ հարցի պատասխանը չստանանք, մենք չենք կարող հստակ մեր դիրքորոշումը փոխել, ինքս մեր դիրքորոշումը միշտ པարզ է եղել, մեր նախընտրական ծրագրում է եղել եւ մենք դրանից չենք հրաժարվել ոչ մի ակնթար։ Սա նիստերը խանգարելու միտում չունի, ընդհակառակը, եթե հիշում եք նիստերը սկսելուց հենց սկզբից մենք ասել ենք, որ մենք շարժվելու ենք բարեկրթության կանոններով եւ մենք փորձում ենք հնարավորինս ամեն ինչ անել, իհարգանք նաեւ ազգային ժողովին որպես ինստիտուտ բարեկրթության սահմաններից դուրս չգալ։ Իսկ ինչ վերաբերվում է Ֆարմանյանի տեխնացությանը, դա իրենց տեխնացուն է, մենք քննարկում ենք բոլոր տեխնացուներին, ինչպես տեսել եք, շատ մանրակրկիտ քննարկումների փուլով են անցնում բոլոր տեխնացուները, բոլոր հանձնաժողովի, լինի իշխանական, լինի ընդդիմադիր երկրորդ տեխնացուն է։ Առաջին տեխնացուի ընտրության ժամանակ էլ բավականին շատ խոսույց զարգացավ, այսպես թե արդյոք ինչու ընտրեցիք Վարդևանյանին եւ հիմնական նպատակը այն էր, որ եթե քվոտան իրենցն է եւ որպեսզի ավելի արագ ընթացքը առաջ գնա, մենք ընտրեցինք Վարդևանյանին, բայց Ֆարմանյանի հետ, ինչպես տեսակ, կան նաեւ որոշ բաներ, դժգոհություններ, ելույթներ, Վարդևանյանի ժամանակ էլ կար։ Այս պահի դրությամբ մենք պետք է քննարկենք, հասկանանք ոնց ենք առաջ գնում։ Այս պահի դրությամբ որևէ հստակ որոշում, որևէ տեխնացուի վերաբերյալ հեսա հետագայում էլի կքննարկվի, որովհետեւ ինչպես որոշվեց, բոլորին իրար հետ ենք վերջում քվեարկություն իրականացնելու, ըստ այդմ կորոշենք, այս պահին որևէ հստակ որոշում, որևէ մեկի պարզապես քննարկումը շատ լավ է, որ այս փուլում տեղի ունենում նման մանրակրկիտ ձևով, այդ ամբիոնը թույլ է տալիս անկեղծ խոսելու, ճշմարտությունները վերանել յուրաքանչյուր անձի, զբաղեցրած պաշտոնի, անցած ճանապարհի, արժեհամակարգի եւ ինչքանով է համապատասխանում այդ մարդը այդ պաշտոնի համար, շատ լավ քննարկումներ են կարծում եմ ու օգտակար հետագա աշխատանքներ կազմակերպելու համար։ Ծափահարություններն ու սնայելու թմփոցները որքան չեն շեղի բարեբախտության այդ օրակարգից, որովհետեւ Դե ես կարծում եմ սկզբի բաներն են, էմոցիաներն են, կդադարեն եւ էլի սկսվեց ընդդիմությունից, մենք մի քանի անգամ նման պորտկումներ, երբ որ ընդդիմության հենց իրենց այսպես ասած թույլ տեղին է սկպնում, ինչ է որ բազմաթիվ թույլ տեղեր ունեն, ես երեք իմ ելույթում էլ նշեցի, իրենք շատ մեծ հայտարարություններ են արել, տարբեր հայտարարություններ են արվել, հակապետական, այսպես անկախական հայտարարություններ են արել, որոնց դեռ ժամանակ ու տեղ կունենան անդրադառնալու, ամեն ինչի մասին պետք է խոսվի։ Եվ կապ չունի, որ դա իրենց դուր է գալիս, թե դուր չէ գալիս, պետք է լսեն ճշմարտությունը, այն ինչ բոլորս էլ վեր ենք անում, եւ իրենց ռեակցիան այդպես է արտահայտվում, հիմա ոչինչ չեն կարող անել։ Իսկ այդ ինտեգրման հանձնաժողովի մասին քննարկումները որ եկան, ասում են այն ուժը, որ կապ ունի Բրիտանիայի հարցական հետ, պետք է այդ հարցական միջամտությունների հետ ասած, պետք է այդ հանձնաժողովը կառավարի, ու իրենք էլ ընդդում են, ասում են այդ հանձնաժողովը բարապետի է մատուցած, մենք կան կապիտացնենք։ Գիտեք, մարդիկ, ովքեր տեղյակ չեն ազգային ժողովի աշխատանքներն ինչպես է իրականացնում, որակավորում տալ, թե որևէ հանձնաժողով արդյունավետ է աշխատել, թե արդյունավետ չի աշխատել, տեղին չեմ համարում, որովհետև կան հանձնաժողովներ, որոնք աշխատում են այնպիսի իրավիճակում, որը տեսանելի չի լայն հասարակությանը, բայց կատարում են ծանրագշեր աշխատանք, որովհետև արտաքին բլոկում են, այսպես ասած, իրենք իրանց աշխատանքը եւ այս հանձնաժողովն էլ բացառություն չէ, բայց ես կարծում եմ բավականին
ակտիվ եւ արդյունավետ աշխատանք է իրականացնել այս հանձնաժողովը, այդպես են խոսում, որպեսզի, այսպես ասած, արդարացնեն իրենց այդ հանձնաժողովի ընտրությունը, ես կարծում եմ, որովհետեւ ինչ մտել են ազգային ժողով, միշտ իրենց թեզերը նրան են, թե ինչի համար են մանդատ վերցրել, ինչի համար են այսպես անդադ ինչ-որ արդարացման ելույթներ ենք նկատում, սա էլ երևի այդ շարքից է։ Գին Ղազարյան, մենք տեսնում ենք սուր ելույթներ ընդդիմության կողմից առաջարկված հանձնաժողովների նախագահների երկրների վերաբերյալ, բայց պարոն Վարդանյանի դեպքը ազգային ժողովի փոխնախագահի տեխնացու որպես որոնք ընտրեցիք, ուղերձ է, որքան են կարևոր ուժը քննադատական ելույթներով է հանդես գալիս, ինչպես դուք եք ասում, մարդու անցած ճանապարհը վերհանելու նրա արժե համակարգված արագի նպատակով, բայց այդուհանդերձ կա պայմանավորվածություն, որ ընդդիմության կողմից առաջադրված X տեխնացուին այդուհանդերձ դրելու եք, միավորելու եք։ Այդքան էլ միանշանակ չէ, որ ամեն տեխնացու ու այսպես ամեն ինչ պետք է ընտրենք եւ առաջ անցնենք առանց քննադատելու, առանց հասկանալու, որովհետեւ տեսեք, գործառույթների նախ տարբերություն էլ կա, թե ինչ գործառույթ է իրականացնում այդ դիրքում եւ հետո ելի եմ ասում Դոնթի բանաճնետով այդ տեղը նրանց է հատկացված։ Մենք նախորդ խորհրդարանում ինչ տեսանք, որ տեղերը բաց թողվեցին եւ մարդիկ ինքնական հրաժարվեցին իրենց տեղերում աշխատելուց։ Հիմա ըստ երևույթի առաջին տպավորությամբ իրենք ուզում են գան եւ այդ տեղերում իրենց ասելով աշխատանք ծավալել, դե հիմա տեսնենք ընթացքը ոնց կգնա։ Հստակ չենք կարող ասել, որ այ վաղը ընտրելու են կամ չենք ընտրելու, դա ընթացքը ցույց կտա ոնց առաջ կգնանք, բայց տեսանք ինչպես մանիպուլացրեցին նաեւ իրենք Վարդևանյանի ընտրությունը, այն համարելով, որ մենք այսպես այնքան լավ տեխնացու էր, որ մենք գնացինք, ոչ նման բան բնականաբար չկա եւ մենք մեր հասանելի ձայները տվեցինք ուղղակի ազգային ժողովի աշխատանքները այսպես հարթ իրականացնելու եւ անցնելու առաջ մեկա քվոտան իրանցներ էլի են ասում հարգելի հայրենակիցներ եւ Հարցասուների շարունակություն Ղազարյան ի տարբերություն նախորդ խորհրդարանի, օրինակ, որտեղ պարոն Իշխան Սաղաթելյանը մի քանի փորձից հետո կարողացավ ընտրվել ազգային ժողովի գործակալը, իսկ Արտուր Ղազարյանը չեմ հիշում որերորդ անգամից երբ առաջադրվեց անկախության եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեխնացու որպես նրան այդպես էլ չընտրեցին։ Այս անգամ տեսակետ կա, որ հարկարելու ժամի կառուցողականության միջից է փորձում հանդես գալ առաջադրված տեխնացուներին ընտրելով։ Դե տեսեք, այդ նույն համեմատության մեջ հիշում եք, մենք ամեն դեպքում մեր այդ սահմանված չափով ձայները տվեցին, որպեսզի Իշխան Սաղաթելյանը ընտրվի։ Այսինքն Վարդևանյանի ընտրությունը զուտ այս համատեքստում է իրականացվել եւ Ղազարյանի օրինակն էլ շատ լավ բերեցիք։ Այո, բայց մենք օրենսդրական փոփոխություններ ունենք, մի տեխնացուին անընդհատ չեն կարող ներկայացնել եւ այդ դրվագները հնարավոր չէ անընդհատ ցկել եւ մենք տեսնում ենք, որ ինչքան երկար են տևում նաեւ նիստերը, հարցերը, ելույթները, ես ասում եմ նախընտրական շատ ակտիվ փուլ ենք ունեցել եւ այդ ակտիվ փուլի այդ ամբողջ հարցերը, խնդիրները եւ այն թիմը, որ հավաքված է ուժեղ Հայաստանում իրականում հավաքվել է շատ այսպես խառը եւ նույնիսկ ես հարցել եմ ընչերեցրել, թե ինչ սկզբունք են որևէ կազմվել իրենց նախընտրական ցուցակը, այդպես է սպառիչ պատասխան որևէ մեկից չեմ ստացել։ Հետևաբար այս մարդկանց առաջադրումների սկզբունքայնությունն էլ դեռ մեզ համար պարզ չէ, ել եմ ասում, որոշում չունենք, կհասկանանք հետագայում ոնց ենք առաջ շարժվում։ Ներողություն, կարող հարցնել։ Շատ լավ։ Ես ուղղակի ուշ եկա, ներողություն, եթե կրկնվի, հաշվի առնելով քննադատական բնույթը պարոն Վարդանյանի տեխնացության քննարկումների ժամանակ, հնարավոր է քաղաքացիական պայմանագիրը դեմ կգանի նրա տեխնացության Ասել եմ արդեն, այդ հարցին պատասխանել էի, այո, դեռ որոշում չունենք, բայց յուրաքանչյուր տեխնացուի պետք է մանրակրկիտ քննարկենք, ուսումնասիրենք, հարցերը հնչեցնենք, մեր կարծիքը հնչեցնենք, ոնց որ կարգն է։ Ոնց որ իրենք են անում, մենք էլ ենք անում, այսինքն սա նորմալ փուլ է, որով անցնում ենք ու շատ կարևոր եմ համարում, որ այսքան ելույթներ են գրածվում, այսքան հարցեր են տրվում, թե մեր տեխնացուներին եւ թե իրանց շատ կարևոր է, որ հանրությունն էլ տեղյակ լինի, թե այդ ընտրության ընթացքը ինչպես է տեղի ունենում, սա թափանցիկություն է ապահովում, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Եթե չկա մի հարցեր, Շատ էր արդեն։ Ունեք այլ հարցեր, եթե չկան, շատ լավ, կարող եք ձեր հարցը տալ, եթե կան, շարունակենք։ Հարցս վերաբերում է Կին Ղազարյան մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեխնացությանը, այդ հանձնաժողովը որպես Հայաստան հրաշքը
Բոլոր կենտրոնացան եվրոպական ինտեգրման հանձնաժողովը նախընտրել ուժեղ Հայաստանի որոշ մարշրուտ, բայց Ինչը զարմանալի էր։ հանձնաժողովի այո օգնության հարցը կարծեք անտեսվեց։ Ձեր գնահատականն է այս որոշմանը այն համատեքստում, որ Հայաստան դաշնի փաստացի ղեկավար նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասնամյակը ասոցիացվում է իրավունքների, ազատությունների զանգվածային խախտումների։ Շատ լավ հարց եք տալիս, ինձ էլ մտորման տեղիք տվեց, առհասարակ միշտ է եղել այսպես ավանդական, որ ընդդիմությանն է բաժին հասել մարդու իրավունքների պաշտպանության այդ հանձնաժողովը, նախորդ անգամ էլ նման կերպ եղավ, պատիվ ունեմը վերցրեց այդ հանձնաժողովը, հիշում եք պատմությունը ամբողջական այդ հանձնաժողովի հետ կապված, բայց այս անգամ հետաքրքիր էր, որ հենց Հայաստան դաշինքը, հենց առաջին իսկ ընտրության մեկ հանձնաժողով կարող էին վերցնել եւ այդ հանձնաժողովը վերցրեցին։ Ես ճիշտն ասած սպառիչ պատասխան իրենց ճեպազրույցներից էլ չեմ լսել Իշխան Սաղաթելյանը, ասել մենք մտածում ենք, որ մենք այդ հանձնաժողովն է, կարծես ուզում են, այսպես ասած, պարզաճրվել ինչ որ կերպ իբրև թե իրենք մարդու իրավունքների տեսանկյունից կարող են ինչ որ կետում հանդես գալ, բայց իրականում այնպիսի քաղաքական առաջնորդ ունեն, որ չեմ կարծում, որ իրենք կարող են առհասարակ մարդու իրավունքներից խոսել ու մարդու իրավունքների շահերից դուրս գան։ Ես հաշվի առնելով իրենց նախորդ 5 տարվա աշխատանքը մտածում եմ, որ վերցրեցին, թեպետ մտածում էի, որ չեն վերցրի, որտեղ իրենք նախապես ասել էին պաշտոններից հրաժարվում են, չեմ բացառում, որ նաև հետագայում հրաժարվեն, սա զուտ իմ կարծիքն է։ Պարզապես այս պահին այդ քայլը արեցին, հետագայում թե ինչպես կշարժվեն, կթողնեն ուժեղ Հայաստանին, որովհետև տեղակալել առաջադրվեց ուժեղ Հայաստանից տեխնացու, կարծում եմ ինչ որ իրար հետ փոխկապակցված գործողություններ սա։ Գուցե հետագայում իրենք էլ չգլխավորեն այդ հանձնաժողովը, մնա որպես տեղակալ պաշտոնավարի ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը։ Իսկ տեխնատության շուրջ դեռ հայտնի չի, անկեղծ դեռ հայտնի չի։ Հետաքրքիր կլիներ իսկապես իմանալ ով է իրենց մեջից այդ մարդու իրավունքների պաշտպանել, իսկապես հետաքրքիր է։ Ձեզ էլ եմ շնորհակալ։